Խաղաղություն այս տանը, քո սրտում, քո ընտանիքում, քո հայրենիքում, քո այն պետությունում, այն երկրում լինի խաղաղություն, որտեղ որ ապրում բնակվում ես։ Աղոթ քարա քո երկրի համար։ Որ երկրում որ բնակվում ես, որ քո երկիրը խաղաղ լինի եւ քո համար խաղաղություն լինի։ Բայց ամեն բանից առաջ խաղաղությունը պետք է սկսվի մարդու սրտից։ Խաղաղություն ունենանք մեր սրտի մեջ, որը Սուրբ Օգու պտուղն է, եւ ինչպես ունենանք Սուրբ Օգուն, եւ ինչպես պահենք Սուրբ Օգուն իր պտուղներով եւ ունենանք, եթե մենք դրանում քո գործ չանենք, քայլ չանենք։ Առակացի գիրք 23-րդ գլխում 20 խոսքում ասում է գինեմոլների մեջ մի լինիր եւ ոչ էլ որ կրամոլությունով միս ուտողների հետ, որտեղ գինեմոլը եւ որ կրամոլը պիտի աղքատանան եւ քնապությունը պատառած հանդերձներ կհագցնե։ Գինեմոլը եւ որ կրամոլությունով միս ուտողը ինքը չի կարող ունենա պահա իր մեջ Աստծո Սուրբ Օգու ժողովուրդ ջան։ Դու պետք է տեսնես, հասկանաս ինչն է քեզ վնասում, ինչն է վնասում Աստծո Սուրբ Օգուն։ Ֆիլիպպեցիս 3-րդ գլխում ասում է. բայց ինչ բան, որ ինչ շահ էր այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Այսինքն դու պետք է կարաս զանազանես, տեսնես ինչն է վնասում Աստծո Սուրբ Օգուն եւ զրկվես դրանից եւ հրաժարվես դրանից, որ Սուրբ Օգուն չվնասա, չծանրացնես քո սիրտը շատակերությունով, մսակերությունով, գինեմոլությունով եւ ոչ էլ նմանների մեջ լինես, որ չվնասվես։ Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով ասում են, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են, որոնց վերջը կորուստն է, որոնց Աստված իրենց որովայնն է։ Եվ փառք իրանց ամոթն է, որոնք երկրավոր բաներն են մտածում։ Ժողովուրդ ջան, եթե մարդը ապրում է իր որովայնի համար, ինքը իր ծառայում է իր որովայնը, իր Աստված ուրեմն իր որովայնն է։ Հոգևոր մարդը պետք է կարողանա իր զգացմունքներին ղեկավարել, կառավարել Հիսուս Քրիստոսի հոգով անով ու զորությունով։ Չծառայենք